Արդյոք նորմալ է, երբ քրիստոնյան հավատում է թվագուշակությանը, numerology-ին։ Իհարկե ոչ։ Այն օկուլտիկ ուսմունք է։ Ցավոք այսօր հաճախ ենք տեսնում, երբ կախարդությունը քողարկված ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորված բառերով։ Numerology, այսինքն թվագուշակություն, էներգիա, դիեզերք, վիբրացիա, ինքնաճանաչում, բայց էությունն ու նպատակը նույնն է՝ մարդուն կապել կախարդության հետ եւ բաժանել Արարչից։ Numerology-ն կամ թվագուշակությունը սովորեցնում է, թե թվերն ունեն գաղտնի ուժ։ Դրանք են որոշում մարդու ճակատագիրը եւ բերում են հաջողություն կամ դժբախտություն։ Մարդու ծնված տարեթվերը ազդում են ողջ կյանքի վրա։ Նրանք ասում են. հաշվիր քո թիվը եւ իմացիր ով ես եւ ինչ է քեզ սպասվում։ Այս թիվը քո կյանքի առաքելությունն է։ Այս թիվը քեզ պաշտպանում է։ Աստվածաշունչը որևէ տեղ չի ասում, որ մենք պետք է մեր ինքնությունը իմանանք թվերից։ Որևէ տեղ չենք տեսնում ծննդյան օրերի հատուկ կարևորությունն ու ազդեցությունը։ Տեսնում ենք, որ Հիսուսը երբեք որևէ մեկի ծննդյան թիվը չհարցրեց, երբ ընտրում էր աշակերտներին, այլ նա ասում էր. կարևոր չէ մինչ այսօր ով ես եղել, ինձ հետևիր եւ ինձ հետևելը կփոխի քեզ։ Թվագուշակություն բառն արդեն ասում է, որ այն գուշակություն է, իսկ Աստվածաշունչը մեզ հստակ ասում է, որ Աստծո համար գարշելի է գուշակությունը եւ մեր կյանքը թվերով չի ղեկավարվում, այլ կենդանի Աստծո կամքով։ Սաղմոս 139:16-ում ասվում է. քո աչքերը տեսան իմ կերպարանքը դեռ անպատրաստ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դրանցից դեռ ոչ մեկը չկար։ Այսպիսով Աստված է որոշում մեր օրերը, ոչ թե թվերը։ Ցավալի է, երբ իրեն քրիստոնյա համարողը ամաչում է Քրիստոսին երկրպագելուց, աղոթելուց, Աստվածաշնչին հետևելուց, բայց չի ամաչում թվագուշակներին հետևել, քարտ բացել, էներգիա մաքրել։ Հովանու 3:19-ում ասվում է. նրանք ամաչում են լույսից, բայց վազում են խավարի հետևից։ Իրականում թվերով մարդու ինքնությունը բացահայտելը, թվերին հատուկ զորություն տալը ունի հեթանոսական, մոգական, գուշակության եւ կախարդական արմատներ։ Թվագուշակության ամենահին կենտրոններից մեկը հին Բաբելոնն էր, որի պատմությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ 2000 թվականից։ Բաբելոնցիները մերժում էին Արարչին եւ հավատում էին, որ տիեզերքը ղեկավարվում է թվային կոդերով, եւ մարդու ծննդյան օրը, անունը կամ ամսաթիվը բացահայտում են նրա ճակատագիրը։ Թվերն օգտագործում էին գուշակելու մահը, կանխատեսելու հաջողությունն ու պարտությունը, ոգիներ կանչելու, մարդու բնավորությունը կարդալու համար։ Իսկ Եգիպտոսում թվերը դիտվում էին որպես կախարդական ուժեր։ Քրմերը հավատում էին, որ մարդու անունը, երբ վերածվում է թվերի, բացահայտվում է նրա հոգու կառուցվածքը։ Այստեղ ծնվում է հակաստվածային գաղափարը, որ մարդը ոչ թե Աստծո պատկերով է ստեղծված, այլ նա պարզապես թվային համադրություն է։ Շատերն ասում են numerology-ն, այսինքն թվագուշակությունը, սկսվել է Պյութագորասից, բայց պատմական ճշմարտությունն այն է, որ Պյութագորասից առաջ այն արդեն կար։ Պյութագորասի դպրոցը փակ միստիկ միաբանություն էր, ոչ թե մաթեմատիկայի դասարան։ Նրա հետևորդներն հավատում էին, որ թվերն ունեն հոգի, թվերն ունեն սեռ, եւ թվերը ղեկավարում են մարդու կյանքը։ Պյութագորասյան ուսմունքը խստորեն քննադատվել է վաղ քրիստոնեական հայրերի կողմից, որպես հեթանոսական միստիցիզմ։ Որոշները փորձում են թվագուշակությունը արդարացնել, հղում անելով եբրայական գեմատրիային, որը կաբալայում օգտագործվող մեթոդներից մեկն է, բայց կարևոր փաստ։ Կաբալան երբեք չի եղել Աստվածաշնչի վարդապետություն, այլ միջնադարյան միստիկ շարժում։ Կաբալիստները օգտագործում էին թվերը գաղտնի գիտելիք ստանալու, ապական գուշակելու, ընտրյալ մարդկանց տարբերակելու համար։ Սակայն առաջին դարի եկեղեցին միանշանակ մերժել է թվագուշակությունը։ Օրիգենեսը, Տերտուլիանոսը, Ավգուստինոսը, այնուհետև Գրիգոր Նարեկացին գրում էին, որ թվերով ճակատագիր որոշելը սատանայական խաբկանք է, այն մարդուն հեռացնում է ապաշխարությունից եւ պատասխանատվությունից։ Իսկ ինչ է նշանակում, արդյոք թվերը վատն են։ Իհարկե ոչ։ Թվերը Աստծո ստեղծագործության մասն են, ինչպես ժամանակը, չափը, քաշը եւ կարգը։ Աստված թվերը տվել է մարդուն ոչ թե ղեկավարելու նրան, այլ որպիսի մարդը կառավարի, հաշվի, կառուցի եւ կազմակերպի։ Սակայն կարևոր է հստակ իմանալ, որ թվերը ինքնին ոչ մի զորություն չունեն։ Նրանք չեն մտածում, չեն որոշում, չեն օրհնում եւ չեն անիծում։ Թիվը պարզապես նշան է քանակի համար։
Այն դառնում է զորավոր միայն այն պահին, երբ մարդը հավատում է դրան։ Մատթեոս 9:29-ում ասվում է. ըստ քո հավատքի թող քեզ լինի։ Ոչ թե թիվն է ազդում մարդու վրա, այլ մարդու հավատն է, որ սկսում է իրեն ղեկավարել։ Եթե մարդը իշխանություն է տալիս թվին, նա կամովին դառնում է այդ ուսմունքի գերին։ Հռոմեացիս 6:16-ում ասվում է. ում դուք ձեզ տալիս եք ծառայելու, նրա ծառան եք դառնում։ Այո, Աստվածաշնչում երբեմն թվերն ունեն խորհրդանշական նշանակություն, բայց երբեք չեն օգտագործվում մարդու ով լինելը եւ ճակատագիրը որոշելու համար։ Խորհրդանիշը ուսուցանում է, գուշակությունը կապում։ Թվային ուսմունքների խորամանկությունն այն է, որ մարդուն ասում են. դու այսպիսին ես, որովհետև այս թիվն ես։ Սա շատ վտանգավոր միտք է։ Այն ասում է. ոչ թե դու ես պատասխանատու քո ընտրությունների, արարքների, քո մեղքերի համար, այլ քո թիվը։ Դու վատն ես, մեղքեր ես գործում, քանի որ այդ թվի տակ ես ծնվել։ Եվ թիվն է քեզ այդպես դարձրել։ Բայց Հռոմեացիս 14:12-ում ասվում է հակառակը. յուրաքանչյուրը իր գործերի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Թիվը չի կանգնելու դատաստանի առաջ, այլ մարդն է կանգնելու։ Օկուլտ ուսմունքները երբեք չեն ասում ապաշխարիր։ Նրանք ասում են. ընդունիր քեզ ինչպես կաս։ Դու այսպիսին ես, որովհետև այս թիվն ես։ Մեղք չկա, կա էներգիա։ Սա հակաստվածաշնչյան է, քանի որ առանց ապաշխարության չկա փրկություն։ Ղուկաս 13:3-ում ասվում է. եթե չապաշխարեք, բոլորդ կկորչեք։ Սիրելիներ, եթե երբևէ հավատացել եք, որ թիվը զորություն ունի կառավարելու ձեր կյանքը, բնավորությունն ու ապագան, ապա ճիշտ ժամանակն է ապաշխարելու եւ ներողություն խնդրելու Աստծուց։ Ոչ մի թիվ չի մեռել քեզ համար, ոչ մի էներգիա չի թափել իր արյունը քեզ փրկելու համար։ Միայն Հիսուսը, ով այնքան շատ սիրեց մեզ, որ խաչվեց, մահացավ եւ հարություն առավ, որ մեզ ազատեր մեղքից եւ մահից։ Ուրեմն եկեք խոնարհվենք, կոտրենք մեր գլխում կառուցած կուռքերը եւ ասենք Արարչին. Հիսուս, ների՛ր ինձ, ես հեռացել էի, բայց վերադառնում եմ։ Դու ես իմ Տերը ու Փրկիչը, ոչ թե թիվը, դու ես իմ ապագան, ոչ թե միստիկան։ Առաջի Հովհաննես 1:9-ում ասվում է. եթե խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է եւ արդար, ներելու մեզ։ Սիրելիներ, եթե ուզում ենք մեր կյանքի մասին իմանալ, պետք է հարցնենք մեզ կյանք տվողից, Արարիչ Աստծուց։